Կամուրջ մշակութային կենտրոնը ապրիլի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացնի ծաղկունք միջազգային 7-րդ փառատոնը, որին մասնակցելու են խմբեր ու համույթներ ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերից, այլ նաև արտերկրից։ Այս ամենի մասին կխոսենք մեր հյուրերի հետ։ Եվ իհարկե մեր հյուրերն են Մյունխենի հայ-գերմանական Անուշ Պարի և մշակույթի կենտրոնի Անուշ պարախմբի հիմնադիր տնօրեն գեղագիտական ղեկավար Անուշ Չախալյան, նույն պարախմբի պարուհի Փիրուզա Դալլաքյան, Էլեգիա պարային համույթի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյան։ Բարև ձեզ։ Բարի գալուստ Հայաստան։ Չէ՞։ Չէ։ Դուք ոնց հասկացաք, մենակ փառատոների ժամանակ եք Հայաստանում լինում։ Ոչ, տարվա մեջ 2-ից 3 անգամ մեծ կարոտով գալիս ենք, ուղղակի սա առիթ էր, որպեսզի ներկայանանք նաև մեր փառատոնին, մեր մշակույթով Սփյուռքից բերել ենք մեր կարոտը։ Ընտիր։ Կարոտից բացի ոնց որ թե ուրիշ բաներ ենք բերել։ Այո։ Տաղավարը ներխուժում երկու աղջնակ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ապրեք, դուք ես ինչ եք բերել մեզ։ Շուռ եկեք էկրանին, որ ահա, ձեզ տեսնեն։ Մեզ անակնկալ է փաստորեն Զատկի տոնին ընթരാճ ոնց հասկացա, հա։ Նապաստակ ես բերել։ Լսվում է երեխայի ձայնը, թե պիտի մոտենա ինձ մի քիչ, որ լսելի լինի։ Քո անունը։ Կատարինա։ Կատարինա, դու պարում ես։ Սիրում ես պարել։ Հա։ Հայկական պարեր ես սիրում պարել։ Բրավո։ Իսկ քանի տարեկան ես։ 7։ Դպրոց ես արդեն հաճախում։ Ընտիր, սիրում ես լինել Հայաստանում։ Հա։ Հաճախ ես գալիս։ Շուշուտ ես գալիս, հաճախը ոնց որ չստացվեց։ Հա։ Գալիս ես ում մոտ։ Ում մոտ ես գալիս այստեղ Հայաստան։ Տատիկ ու պապիկ։ Ահա, դե տատիկին, պապիկին ողջունիր։ Բարևի տատիկին, ասա որ դու իրեն շատ ես սիրում։ Բարև տատիկ ես շատ սիրում։ Պապիկն է։ Պապիկն է։ Պապիկն էլ է շատ սիրում։ Քոնը ոնց է։ Մայ Լուիզա։ Լուիզա։ Դու գնա Դավիթի մոտ, որ քո ձայնը լսվի, թե չէ մենք փորձում ենք Դու հիմա։ քանի տարեկան ես։ Ես 6 եմ։ Դու 6 տարեկան ես, արդեն դպրոց ես գնում, թե դեռ չէ։ Դեռ չէ։ Դեռ չէ, ինչի՞։ Գերմանիայում 6 տարեկանից դպրոց չեն գնում։ Հա, սեպտեմբերից է գնալու։ Այո, սեպտեմբերից գնում։ Հայաստանում լավ է։ Դու էլ ես տատիկի ու պապիկի մոտ եկել։ Կարոտել էիր։ Չէր կարոտել տատիկ պապիկին։ Կարոտել եմ։ Կարոտել ես։ Իսկ իրանք քեզ կարոտել էին, թե չէ։ Կարոտել եմ։ Կարոտել են։ Դու էլ ես սպարում։ Լավ ես սպարում։ Հա։ Հա, ամսի 26-ին սպարելու ես։ Թե չէ։ Հա։ Հա, դու էլ ես պարելու փառատոնին։ Հա։ Ապրես, իսկ դու չես ուզում տեղափոխվել Հայաստան, ապրել տատիկ պապիկի մոտ։ Հա։ Ահա։ Մայրիկը գիտի։ Մայրիկը կա այստեղ։ Այո։ Հա, մայրիկը նկարում է։ Մայրիկ գիտեք, որ երեխան ուզում է ապրել Հայաստանում։ Իսկ գիտեք, որ էլ չի գալու ձեզ հետ։ Ահա, ես հուսամ, որ մեր սիրուն հայուհիները մի օր իսկապես դու գիտեք, որ իմ անունը Անուշ է։ Չէ՞, իմացաք։ Բայց մենք Անուշիկ ենք ասում։ Բայց մենք Անուշիկ ենք ասում։ Ես հուսամ, որ մեր սիրուն հայուհիները իսկապես մի օր առիթ կունենան շատ շուտ տեղափոխվել Հայաստան եւ ապրել Հայաստանում, ստեղծագործել Հայաստանում, պարել Հայաստանում, հայկական պարեր եւ դրանով վարակիչ դարձնեն մեր ազգային մշակույթը։ Համաձայն ես։ Մենք էլ ենք ձեզ կարոտում։ Շատ սիրուն ես դու, շնորհակալություն, որ մեր հյուրն ես, շնորհակալություն այս գեղեցիկ նապաստակի համար։ Հետ ես տանելու թե մերն է։ Ձերն է։ Մերն է, շնորհակալություն։ Դե ուսուցչուդ ողջունի ու կարող եք գնալ, որ մենք զրուցենք մեր մնացած աղջիկների հետ, եթե թույլ տաք, հա? Ողջունիր։ Չէ լավ։ Գնաց։ Չուզեր։ Լավ, թող գնա։ Խեղճ երեխեն այնքան հարց տվեցինք։ Շնորհակալություն։ Անդրադառնանք փառատոնին, որերորդ անգամ է, որ Հայաստանում արդեն իրականացվում է փառատոնը, 7-րդ։ 7-րդ, սա 7-րդ։ Ովքեր են հավաքվում եւ արդյոք տարեստարի ավելանում են այդ խմբերը, մասնակիցները։ Թույլ կտակ մի փոքր ներկայացնեմ Գերանուշ եւ ուզում եմ խոսքս սկսել Կոմիտասի խոսքերով, որ պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը եւ հենց այս տեսակ ֆորմատային մեծ փառատոնները ավելի ամրապնդելու եւ ճիշտ արտահայտելու միջոց է մեր քաղաքակրթությունը, քանի որ այս տարի 7-րդ փառատոնի շրջանակներում Հայաստանից ընդգրկված է ավելի քան 3000 պարող պարուհիներ, իսկ արտերկրից ավելի քան 400
եւ մեկնարկը տրվելու է ապրիլի 25-ին մարզահամերգային համալիրից, բոլորը շարժվելու են դեպի Ծիծեռնակաբերդ ծաղիկներ խոնարհելու, իսկ բուն ծրագիրը արդեն սկսվելու է ապրիլի 26-ին։ Եվ ես այս փառատոնը համարում եմ պարարվեստի ոնց որ այստեղ ամենամեծ փառատոններից մեկը, որը պարարվեստը ավելի ամրապնդելու միջոց է, ճիշտը ներկայացնելու միջոց է։ Եվ արդեն նաև ընկեր Անուշը փորձի խոսքը շարունակել որպես Գերմանիայի Մյունխեն քաղաքի մշակույթի ներկայացուցիչ։ Խնդրեմ, ընկեր Անուշ։ Սա մեծ հնարավորություն է Հայաստան, իսկապես կամուրջ է Հայաստան Սփյուռք, որովհետև մենք հնարավորություն ունենք մեր մշակույթը այնտեղից, հայկական մշակույթը իհարկե, բերելու այստեղ եւ ցույց տալու, որ մենք կանք, չենք ձուլվում եւ փորձում ենք հայ մնալ։ Ինչպես տեսնում եք, այստեղ իմ պարուհիներից մեկը իմ կողքին է, Փիրուզա Դալաքյանը, ով 25 տարի պարում է մեր պարախմբում, իսկ այսօր հնարավորություն ունի փոքրիկ Մարի Լուիզան, որ ձեր կողքին էր, մայր եւ աղջիկ պարելու են մեկ բեմում։ Սա Սփյուռքում իսկապես շատ կարևոր գործոն է եւ այս տարի մենք էլ նշելու ենք մեր պարախմբի 25-ամյակը։ Ուրիշ որ երկրներից են, էլի մասնակիցներ լինելու։ Հունաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ռուսաստանից եւ այսպես շարունակ։ Հայկական պարախմբեր են, չէ՞ բոլորը։ Այո, բոլորը հայկական պարախմբեր են։ Ֆրանսիայից չեն գալու։ Ֆրանսիայից մեկ ամիս առաջ փառատոն եղավ, եւս նորից կամուրջի նախաձեռնությամբ Ֆրանսիայից հյուրեր եղել են տվյալ համերգին, բայց չեմ կարող ասել այս շրջանակներում տվյալ խումբը ժամանելու է թե ոչ, բայց եղել են, որ համերգային ծրագրերը բազմաժանր են լինում, պարտադիր լինում են հյուրերը եւ շփումն է շատ կարեւոր է, նաեւ շփվում եք Եվրոպայում, պարային խմբերով շփվում եք իրար հետ, թե չեք սիրում իրար։ Շփվում ենք, բայց այդ շփումը ավելի ամրապնդվում է, երբ որ օրինակ նմանատիպ ինչ որ թե հաղորդումներ լինեն, ծրագրերի ժամանակ ոնց որ մեկս մյուսին ավելի շատ ենք սկսում ճանաչել։ Պետք է պատճառ, այո, փառատոնները պետք է ինչ-որ պատճառ լինեն, որպեսզի այդ շփումն էլ ավելի սենց ճիշտ շարունակական լինի։ Իսկ դուրս է լինում են փառատոններ, էլի հայկական մշակույթի փառատոններ, որ տարբեր երկրներից պարային խմբերը նույն երկրի մշակույթի կազմակերպիչները հրավերը արդեն տալիս են մեր Հայաստանից գնացող անձանց նույն ղեկավարներին կամ պարողներին եւ մենք նույնպես կարողանում ենք դրսում ներկայացնել հայկական պարարվեստը, բնականաբար շատ դժվարությամբ, բայց փորձում ենք ներկայացնել։ Քիչ առաջ ասացիք 25 տարի փորձում եք հայկական մշակույթը իհարկե տարածել ու ձեր շուրջ համախմբել Սփյուռքում ապրող հայրենակիցներին, որ գոնե մի քիչ մշակույթին մոտ լինեն, բայց այդ ամենը անում եք ինչ որ անհասկանալի ձևով, առանց վճարվելու, ոնց եք կարողանում պահել 25 տարի։ Ահա, անկեղծ ասած, ես էլ չեմ հասկանում ոնց է ստացվում, բայց իսկապես երևի դա ինչ որ առանց չափազանցնելու երկնային ինչ որ ուժ է տալիս, որովհետև ես այս ամենով սնվում եմ, ես ապրում եմ, այսինքն իմ երակներում երևի թե հայ մշակույթն է հոսում, թող անպագորգոր չթվա, բայց իսկապես այդպես է։ Գիտեք, Եվրոպայում պետք է աշխատես, որ ապրես, այսինքն ամբողջ ընտանիքով, ամբողջ շաբաթը 5 օրը կամ 6 օրը աշխատում ենք, մեր կենտրոնը, մշակութային կենտրոնը գործում է կիրակի օրերը եւ կիրակի օրերը արդեն վազում ես, հա, որ գրկես են փոքրիկներին ու քո սերը տաս եւ ստանաս։ Ստացվում է այդպես։ Հիմա նոր 25 տարի անպագորգոր է թվալու, բայց առանց վճարման եմ աշխատել, այսինքն նվիրաբերվել ենք ընտանիքով ու նաև ծնողները, բոլոր աշակերտները, նրանք էլ են իրենց ժամանակը նվիրում հայ մշակույթին, որովհետև այնտեղ շատ թանկ է ժամանակը, շատ դժվար է։ Այստեղ էլ։ Բայց ամենամեծ շնորհակալությունը պետք է հայտնենք այո մեր ծնողներին իրականում, որ այսքան տարիներ մեր կողքն են։ Նույնն էլ իմ խմբի գործունեության 15 տարին էլ այստեղ է լրանալու այս տարի եւ որ հետ եմ նայում անգամ ուսանողությունից մինչև այս տարիք, որ հասել ենք աշխատասիրության շնորհիվ է։ Նույնիսկ շաբաթ կիրակի օրերը, որ ընկեր Անուշը խոսում է, նույնը մեր մոտ է։ Չի լինի այլ տարբերակ։ Նույնիսկ այստեղ ավելի բարդ է երևի եւ նույնիսկ երբեմն անգնահատելի աշխատանքը։ Քանի որ մամաներից մեկը նստած է, կուզեմ իմանալ քանի տարի է որ այնտեղ եք բնակվում։ 21 տարի է արդեն։ 21 տարի, երեխան ծնվել մեծացել է այնտեղ։ Երեխաներս ծնվել մեծացել են այնտեղ։ Այո, ես ավարտել եմ այստեղ համալսարանը եւ տեղափոխվել եմ, ուսումը շարունակել այնտեղ։ Խոսում են երեխաները հայերեն։ Շատ լավ։
Այո, տղաս նույնիսկ հաճախել է հայկական դպրոց, գրաճանաչ է, այո։ Եվ մենք տանը ամուսինս նույնպես հայ է, մենք մեր լեզուն հայերենն է, այո, եւ երեխաները շփվում են եւ աշխատում ենք ամեն տարի գալ, շատ սիրում են երեխաները այստեղ։ Այ հետաքրքիր է, իհարկե այս հարցը ասում է բազմիցս հնչեցրել ենք այն հայրենակիցներին, ովքեր այս տաղավարում ես հյուր են, մարդիկ, ովքեր համել հայկական մշակույթին են մոտ, բայց միևնույն է շարունակում են ապրել դրսում, չնայած որ մենք խոսում ենք այնտեղ դժվար կյանքից, կարոտից, ժամանակի թանկ արժողությունից, չնայած որ Հայաստանում էլի շատ իրականություն է փոխվել, այն ինչ որ մենք ժամանակին ունեինք, հիմա փոխվում է ավաղ, բայց հետաքրքիր է այ ինչն է պահում այնտեղ ավելի հային, որը գիտակցելով այդ բոլոր դժվարությունները միևնույն է չի տեղափոխվում։ Հետաքրքիր հարց է։ Գուցե այնտեղ մենակ պահող խնդիրը չի, գուցե այստեղ չկա այն ինչ որ կուզեիք լիներ, որ առիթ լիներ տեղափոխվելու։ Կարող է այդպեսակ էլ պատասխանս լինի, հարցս լինի։ Ինձ մոտ ես, այսինքն համալսարանը ավարտեցի եւ աշխատանք էի փնտրում այստեղ։ Ու մեծ հիասթափություն ապրեցի այն ժամանակ, որ փորձ էին ուզում, աշխատանքային փորձ։ Ուսանողից արի աշխատանքային փորձ ուզի։ Դա աբսուրդի ժանրն է։ Այո, ինձ համար դա շատ հիասթափեցնող էր ու այդ ժամանակ մտադրություններ ունեի ուսումը շարունակել այնտեղ։ Ու երևի թե այդ ավելի այդ հիասթափությունները ինձ դրթեց, որ ուր գնում էիր, նոր ավարտած, այսպես էներգիայով լի, ուզում ես աշխատես եւ աշխատանքային փորձ։ Այն ժամանակ, չգիտեմ, հիմա երևի այլ է, Գերմանիայում ուսանողները աշխատում են։ Մենք այն ժամանակ, որ սովորում էինք, չէինք աշխատում, սովորում էինք միայն, միգուցե հիմա այլ է։ Շնորհիվ մեր ծնողների։ Այո, շնորհիվ մեր ծնողների մենք լիարժեք ուսումը ստանում էինք, ապահովված, իսկ այնտեղ երբ որ ես ուսանում էի, ես զուգահեռ նաև աշխատում էի, այսինքն այնտեղ չկար ծնողներ, չկային հավելյալ միջոցներ, ես պիտի աշխատեի ինքս իմ ծախսերը հոգալ եւ այլն։ Եվ թե ավելի շատ այդ ինձ հիասթափեցրեց, չնայած ասեմ, որ սկզբնական շրջանում անընդհատ ետ գալու միտքը շատ էր։ Քանի անգամ երեկոները նստում էի։ Դա սկիզբը շատ դժվար էր։ Այո, մտածում էի, որ չէ, ես չեմ ուզում այստեղ մնալ, որովհետև դժվարությունները իրոք շատ էին, բայց էլի ինչ որ մի բան չէ, եթե սկսել ես պիտի ավարտես, ու այդպես հետո ծանոթացա ամուսնուս հետ, ամուսնացանք եւ այլն ու մնացինք այդպես երեխաները։ Բայց կա հիմա միտք այդ գալու։ Եղել է այդպիսի քննարկումներ։ Կար մի քանի տարի առաջ, հիմա եւ հայտնի պատճառներով էլ չկա։ Այո, եւ հիմա այլևս անկեղծ պիտի ասեմ, չենք մտածում։ Կար մի ընթացք ունեինք այդպիսի մտադրություններ, որ արմատավորվում է, այնտեղ երեխաները ուսում են, ստանում, մեծանում են, արդեն դժվարանում է։ Եվ ասեմ, որ Եվրոպան ճիշտ ճահիճ է, ոտքը դնում ես, ինքը քաշում է, որովհետև առաջին 2 տարին, երբ որ մենք էլ տեղափոխվեցինք, այն ժամանակ միայն ես ամուսինս եւ առաջնեկս էր, այո, 98 թվականին, իսկապես դժվար ժամանակներ, այն ժամանակ պատկերացրեք 2 տարի առանց չափազանցնելու իմ բարձը թաց եմ քնել, այսինքն միշտ արտասվել եմ կարոտից, ցանկություն, որ հետ վերադառնամ, բայց հետո հասկանում ես, կարծես թե ամրանում ես ու հենց դա առիթ եղավ, որ 2000 թվականին ստեղծվեց փոքրիկ խումբ, որ բաղկացած էր ընդամենը 3 աղջիկներից եւ 4-րդը ես էի որպես պարուհի, ու այդպես հետո արդեն սկսեցի ես ինձ գտնել, հասկացա, որ կարծես թե այստեղ իմ կարիքը կա, այսինքն Եվրոպայում այնտեղ ինձպես պարուսույցներ փառք Աստծո այստեղ շատ կան, մշակույթը տարածողներ, մենք հայրենիքում ենք, կարիքը չկա, որ մենք պահենք մեր հայկական, արդեն հայ ենք, իսկ այնտեղ կա դրա կարիքը ու ավտոմատիկ մխրճվեցի մեջը, հա, այսպես ասեմ, ու ստացվեց այնպես, որ այո, ես անելիք ունեմ այնտեղ։ Դենախ սկսենք նրանից, որ մարդը ցանկացած միջավայրում, ամենաանտանելի միջավայրում է ինքը ադապտացվելու այդ մեխանիզմը ունի, որովհետև այլընտրանք չկա։ Դրա համար սա շատ ծանոթ երևույթ է, երբ որ առաջի 2-3 տարին շատ դժվար է լինում, հետո արդեն վերադառնալն է շատ դժվար լինում ու առհասարակ ստե մենք երեխաներ ունենալու դեպքում առավել կան դառնում է մեծ խնդիր։ Հետո իրադարձություններն են ստիպում, որ մի քիչ ավելի սառը դատես, իրադարձությունները ստիպում են, որ մի քիչ ավելի հեռուն նայես։ Բայց լավ է, որ եւ Եվրոպայում եւ ոչ միայն Եվրոպայում մեր այլակիցները հայկական մշակույթը պահում են, պահպանում են։ Իսկ կամ մրցույթ, որ կուզեք մասնակցեք այդ մրցույթին, բայց հիմա դրա հնարավորությունը չկա։ Բարի մրցույթ։
Այստեղ ամեն տեղ մենք միշտ պատրաստ ենք։ Իդեպ 1 ամիս առաջ մեր Մարի Լուիզան, որ ձեր կողքին կանգնած էր, մասնակցեց Գերմանիայում մարզային մրցույթի եւ հատուկ պատվոգրի արժանացավ։ Մեր պարախումբը շատ է մասնակցում մրցույթների, փառատոների, իսկ 2017 թվականին կանգնելով առաջին պատվանդանին մեր խումբը ճանաչվեց Գերմանիայի լավագույն ժողովրդական պարի խումբը։ 17 թվականին 16 թվականից ի վեր պարախումբը մասնակցում է անընդհատ տարբեր փառատոների եւ Փառք Աստծո առաջին 3 հորիզոնականներից որևիցե մեկը միշտ մեզ է տրվում։ Այս տարի քանի խումբ է միացել փառատոնին այստեղ Հայաստանում։ Մասնակիցների քանակով կարող եմ ասել շուրջ 3000 պարուհիներ, այո։ Հա, այսինքն ընդհանուր առմամբ, բայց առանձին քանի խումբ է։ 400-ը դրսից են մասնակիցների քանակը։ Դե այդ պարախմբերի արդեն որ վերածենք բավականին լուրջ քանակ է կազմում առանձին պարախմբերով էլի, եթե որ հաղթողներ լինելու են։ Սա մրցույթային ծրագիր չի, միջազգային փառատոն է։ Այո, առանձին կազմակերպում են մրցույթներ, որտեղ որ էլի բազմաժանրության պարերի բազմաժանրությունը բավականին շատ ու շատ սիրուն անում, ոնց որ պարարվեստի հրավառություն լինի այդ դեպքում։ Բնականաբար պահելով պրոֆեսիոնալիզմի ճանապարհը, որովհետև ցանկացած ոլորտում կա այն եւ пассив կողմը եւ ավելի ակտիվ կողմը, որովհետեւ պարարվեստին մեկը ես որպես ներկայացուցիչ, որպես պարող, որպես ղեկավար, չգիտեմ, իմ մոտեցումը պարարվեստին այլ է, իմ աշխարհայացքը լրիվ այլ է, այն ուսուցումը, որ ես ստացել եմ, դրա եռակին փորձում եմ աշակերտների հետ աշխատել, որը բավականին դժվար աշխատանք է, որ ասում եմ մարդը, երբ որ մարդուն ինչ-որ բան բացատրում է, դա ամենադժվարն է։ Դե բնականաբար եթե դու չսիրես մեծ ճահիճել, ոնց որ Եվրոպան է, տենց էլ պարարվեստն է։ Անում ենք աշխատանք, ամեն անգամ ստեղծել հագուստներ, բեմադրել այդ ամբողջ աշխատանքը, չնեղացնելով անգամ մի պարուհու։ Շատ դժվար է դա։ Հետո այդ ամեն ինչը ներկայացնել բեմում, այդ ապրումները կուլիսներից այն կողմ, երևի, չգիտեմ, կտեսնեն այն մարդիկ, ովքեր որ մեր հետ լինում են այդ կուլիսներից այս կողմ։ Դե մնացածը շատ հաճելի է, երբ որ արդեն նույն պարախմբի աղջիկները շատ համաչափ, շատ սիրուն ներկայացնում են տվյալ բեմադրված աշխատանքը։ Ու ամիսների, նույնիսկ տարիների աշխատանքը։ Դու բեմադրությունը անելուց հետո դրանից առաջ նույնիսկ դեռ պետք է հայկական հագուստների վրա աշխատես։ Նո, ես այս անգամ ներկայանալու եմ տվյալ ոճում, բայց նաև եղել է այլ ժանրերում, հիփ-հոփային ոճի մեջ էլ է խումբը ներկայանում։ Եվ այսպես շարունակ։ Ընտիր, ես գիտեմ մոտավորապես, թե ինչ է նշանակում օտար միջավայրում հայկական մշակույթին մոտ լինես դու մի բան էլ քո շուրջ կարողանաս հավաքել։ Որովհետև այո, այդ ճահիճը քաշում է աշխատանք, այնտեղ մի տեսակ ասում է ուրիշ օրենքներ են գործում, որտեղից չես կարող ոչ մի կերպ մանևրել, եւ հավաքել մի բան էլ ուժ գտնել, ժամանակ գտնել, հավաքել են մարդկանց այն հայրենակիցներին, ովքեր մի քիչ էլ գաղափարակից են քեզ, այդ հեշտ չի։ Ու այդ անվերապահ ներդրումը ըստ երևույթին իր պտուղները տալիս է, բայց կարևոր է, որ այդ երեխեքը ապրելով դրսում իսկապես կարողանան խոսել հայերեն։ Հիմա տեսեք, մեր աղջիկներից մեկը ուզում է վերադառնալ եւ կարող է հենց երեխայի ցանկությունները ու սերը ստիպի ծնողներին մի օր որոշում կայացնել, որովհետեւ ես վստահ եմ, որ յուրաքանչյուր ծնող մեկը գնում է երեխայի ցանկության հետևից, ու եթե երեխան մի օր որոշեց, որ չէ, ինքը այստեղ իրեն շատ ավելի լավ ու կոմֆորտ է զգում, ծնողը հաստատ այդ կարևոր գին է, հա, դրա համար արժե, որ ինքը այդ գինը վճարի ու հետ վերադառնա։ Դրանով էլ ձեզ կբերենք Հայաստան։ Հա։ Գիտեք, մի բան կարելի ավելացնել, նմանատիպ փառատոնները, որ ասեցիք, այն որ միտք տվեցիք նաև, շատ նաև ինչի համար է կարևոր։ Պարարվեստին արդեն, չգիտեմ, նկատում եմ վերջին ժամանակահատվածում շատ շատերը լուրջ չեն մոտենում։ Նաև պարուսուցի աշխատանքին, ղեկավարի աշխատանքին, այսինքն երբ որ մարդիկ այլ մասնագիտություն են նշում, չգիտեմ, մի տեսակ պարարվեստի ոլորտը գնալով մարում է, ցավով եմ կարող ասել, բայց այդպես է, մանավանդ հայկական պարարվեստը։ Իսկ նմանատիպ փառատոնները բազմաժանր դրսից հյուրերով ինչ որ միտեղ գոնե տոկոսային հարաբերությամբ շատ քիչ, բայց գոնե ինչ որ մի բան որ արվում է էլի ամրապնդելու, էլի ճիշտը ներկայացնելու ձև է։
բայց ամեն դեպքում ես պետք է ասեմ ցավը, որ հայկական պարարվեստը գնալով մարում է, ինչքան է որ ասեն։ Երևի եւ ես իմ քույրիկը Ամերիկայի Միացյալ Նահանգներում այո մեծ խմբի ղեկավար է, որը որ եղել է իմ սանը, եւ այսօր հարցը որ հնչեցնում եք շարունակություն ասեմ, ինչի դրսում ստեղծագործել եւ մնալ, հենց Միացյալ Նահանգներում կրկնակի գնահատվում է աշխատանքը։ Հերվից հեռու, երբ որ նույնիսկ համեմատական մենք զրուցում ենք, անգամ են տարազը, անգամ են բեմադրությունը, այդ աշխատանքը փոքր է լինի, թե մեծ լինի, այստեղ խոսքը դրան չի վերաբերվում։ Ինչը որ մեր ներսում, մեր պատերի ներսում այդ ամեն ինչը շատ քիչ մարդկանց շրջանակներում է, չգիտեմ, գնահատվում։ Դրա համար երևի մարդիկ դրսում այդ ամեն ինչը ավելի շատ են փնտրում, ավելի շատ են անում եւ մի անգամ ասել եմ, որ դրսում մի քիչ, եթե դու քո գործի մեջ պատասխանատու ես, ազնիվ ես, պրոֆեսիոնալ ես, անգամ այդ որ ասում եք աշխատանքային փորձ, հա, անգամ եթե ինքը տեսնում է, որ դու չունես, բայց դու ունես լավ կրթություն, տիրապետում ես քո կրթությունը, որովհետեւ միայն աշխատանքային փորձով չէ, ճիշտ է, փորձը շատ բան է տալիս, բայց եթե դու թեորիան չունես, դու պրակտիկայի մեջ այն չես կարող կիրառել։ Հիմա ուղղակի դրսում ըստ երևույթին տրվում է հնարավորություն այդ մարդկանց ունենալով լավ մասնագիտություն տալ փորձառության հնարավորություն եւ այդ բնականաբար անընդհատ մեզ այտենց կոտրում է որ դուք ու ձեզ նման շատ հայրենակիցներ մտածում են որ այստեղ ունենք ավելի գնահատված պայմաններ ինչի վերադառնալ այնտեղ որտեղ քեզ չեն գնահատում միշտ է այդպես մենք Դավիթ հետ խոսելիս ասում ենք շատ մարդիկ կան ովքեր հեռացել են Հայաստանից ոչ միայն ֆինանսական պայմաններից ելնելով այլ գուցե մասնագիտության մեջ չգնահատված լինելով։ Այո։ Քարկոծեն, խնդիրներ ստեղծեն, չգիտեմ, ամեն ինչ անեն, որպեսզի դու ինչ-որ միտեղ պարտվես, այսինքն անցած վնասեն։ Իսկ այնտեղ ղեկավարը տեսնում է լավն ես, adekvat ես, ազնիվ ես, ինքը առանց քո դիմելու էլ ինքը քեզ տանում է, որովհետև որպես կադր դու իրեն հետաքրքիր ես։ Այսինքն ինքը գործի մեջ գտել է մեկին, ով որ կարող է իր գործի մեջ հմուտ լինել։ Մեզ մոտ մի քիչ ուրիշ process է։ Նաև մի լրացում անեմ, երևի թե նաև մի փոքր գովազդ կլինի, որ սիրելի հայրենակիցներ հավատացեք Եվրոպան վարդագույն չի, այդ ակնոցները բոլորը հանեք։ Բացարձակ վարդագույն չի։ Վարդագույն չի, որովհետև ասեմ մռայլ եւ շատ անձրևոտ է։ Հատկապես Գերմանիան։ Հատկապես Գերմանիան։ Որ մենք ենք բնակվում, չէ, բայց իսկապես ինքը ինչի երևի կգա մի պահ, ես չգիտես ինչի մտածում եմ, երբ իմ տղաները մեծանան, ես հաստատ գիրք եմ գրելու, բայց ինչքան մեծացան, այնքան ավելի աշխատանքն էլ մեծացավ, շատանում, ժամանակ չեմ ունենում։ Հիմա հույս ունեմ, երբ որ թոշակի անցնեմ, Եվրոպա անունով գիրք պետք է գրեմ եւ պետք է գրեմ իմ առաջին անցած 10 տարիները ու վարդագույն տարերով Եվրոպա, որ մարդիկ կարդան Հայաստանում ու հասկանան, որ ինչպիսին է այդ վարդագույնը, ինչի։ Հայաստանը աշխարհի ամենալավ տեղն է եւ այն ինչի մասին որ մենք խոսում ենք, սա բնական է, սա կա, բայց ես այսպես եմ մտածում, պետք է հաշվի նստել իրողության հետ եւ եթե ինչ-որ մի բան քեզ դուրս չի գալիս քո ոլորտում ու դու պրոֆեսիոնալ ես, դու պետք է դա փոխես, որովհետեւ պարարվեստը մարում է, ձեր նման նվիրալների շնորհիվ ինքը պետք է չմարի։ Այո, ես համաձայն եմ։ Դերասանական արվեստը մարում է։ Այս մարդու նման նվիրալների շնորհիվ պետք է նենց անենք, որ չմարի։ Եվ այդպես շարունակ ամեն մեկը պետք է իր աշխատանքը անի։ Մենք կունենանք հզոր հայրենիք եւ կունենանք հզոր հայրենակիցներ աշխարհի բոլոր տարածքներում, երբ որ մենք ամեն մեկս մեր գործով զբաղվենք, որ չխառնվենք մեկս մյուսի գործը։ Ես լավ չեմ ապարում կամ ապարից բան չեմ հասկանում, ես պետքա գնամ զուտ վայելելու գեղեցիկ պարը, ոչ թե գնամ քիթս խոթեմ կուլիսներ, ասեմ, գիտեք ինչ կա, այս շարժումը սխալ արեցիք, ես չեմ հասկանում, ես դրա մասնագետը չեմ, բայց հիմա բոլորս մի տեսակ դրանով ենք զբաղված, ես համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև ձեր աչքերի մեջ կրակ կա եւ համոզված եմ, որ այն գիտելիքը ու այն փորձը, որ փոխանցում եք սերունդներին, ավելի լավ լինելու, ավելի մեծ փառատոների են մասնակցելու եւ ավելի լավ են բարելու։ Այմանավանդ, եթե մենք օրինակ ֆինանսավորում չունենք, հիմա նոր որոշել ենք, որ տարեկան սիմվոլիկ գումար հավաքենք ընտանիքները, հա, օրինակ, կամ եթե ուսանող է տարեկան 20 եվրո, պատկերացնում եք ինչ մի արժեք է, չէ, կամ մեկ անհատը, եթե մի փոքր նեղ վիճակում է եւ այլն 40 եվրո, այսպես, կամ ընտանիքը մոտ 120 եվրո, բայց տարվա կտրվածքով, որպեսզի կարողանանք որոշակի բյուջե ունենանք, ու հենց այդ ֆինանսավորման պատճառով, օրինակ, այստեղ կարող է խումբը ներկա լիներ մոտ 30 հոգյանոց խումբ, բայց չեղավ ֆինանսականի պատճառով։ Ու նաև
այդ որ ասում եք, ճիշտ եք ասում, մենք պահում ենք, հենց հիմա Եվրոպայում սնկի նման աճում են պարախմբեր, ինչ որ պարուսույցներ են ի հայտ գալիս։ Մարդիկ, քանի որ կա YouTube-ը, բացում են, նայում են, առանց իմանալու տարազը, պատմությունը, երաժշտությունը, շարժումը, խառնում են իրար ու ովքեր էլ որ չգիտեն, այնքան հիացած են նայում, իրենց թվում է, թե սա այնը ինչ որ պետք է։ Ու արդեն դու հանգիստ, քանի որ ստվերում գործում ես, մեկը ես երբ որ սկսել եմ, չկար ինտերնետ, այն էս համացանցերը, ոչինչ չկար 25 տարի առաջ, այսինքն իմ ստացած բազան օգտագործելով հիմնադրել եմ, սկսել եմ առաջ եմ գնացել, հետո արդեն դու քեզ սկսում ես ինքնակրթել։ Բացի այդ, այստեղ շատ լավ հնարավորություններ է եղել, մեր Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ջանքերով մենք ուսուցիչներս հնարավորություններ ենք ունեցել վերապատրաստման գալու եւ ամեն տարի լինում է։ Ես ինքս որպես տնօրեն եկել եմ, որպես պարուսույց, մեր հայոց լեզվի ուսուցչուհին, մեր ծնողներից մեկը, որ նստած է այնտեղ, Կաթարինայի մայրիկը, ինքն էլ, այսինքն հնարավորությունը կա, որ գանք մենք նորից վերապատրաստվենք։ Դրա համար իսկապես շնորհակալ ենք բոլորին, իսկ այն ովքեր որ ուղղակի YouTube-ով նայելով բարեր են բեմադրում, կխնդրեմ չանեք այդպիսի բան, որովհետև դες ծնողները պետք է մաքսիմալ աչառուշ լինեն։ Ես ես հավատացնում եմ, որ ձեր խնդրանքը ավաղ տեղ չի հասնելու, որովհետև միևնույնը անելու են, ավելի ակտիվ են, եթե անգամ կոպիտ էլ արտահայտեք միևնույնը անելու են, բայց Դավիթը լավ է ասում, ամեն մեկս եկեք մեր գործն անենք, որովհետև եթե մենք ընկնենք անող չանողների, ասող չասողների հետևից, մի ամբողջ կյանք չի բավարարի։ Ուղղակի չի բավարարի, որպեսզի դու լուծես ուրիշի կարծիքները, ուրիշի, չգիտեմ, քո հանդեպ վերաբերմունքը։ Դու ուղղակի քո գործը պիտի անես։ Եթե այնքան բարեխիղճ ես, որ պրոֆեսիոնալ ես ու տիրապետում ես ու լավն ես անում, անշուշտ որևէ մեկը քեզ ոչինչ չի կարող ասել։ Իսկ թե ով ինչ է անում, այն որ ասում է, ոնց տենց սկսվում են, տենց էլ ավարտվում են։ Իրականում եթե դու պրոֆեսիոնալ չես, երկար կյանք չես կարող ունենալ։ 1-2 տարի լավ, բայց եթե պրոֆեսիոնալ ես, անհնար է երկար տարիների ճանապարհ չունենաս։ Ձեզ հաջողություն ենք մաղթում։ Փառատոնին եւս 7 տարի է, հետաքրքիր խորհրդանշական տարի է, թող որ հաջողություններով լինի, շատ մասնակիցներ թող լինեն եւ իրականում քանի որ մենք ավաղ աշխարհով մեկ սփռված ենք եւ չկա թերևս մի պետություն, որտեղ հայեր չլինեն, ովքեր փորձում են էլի փոքրիկ իրենց համայնքով մշակույթ ստեղծելու, իրենց մշակույթի մեջ իրենց երեխաներին մեծացնել, տա Աստված որ այդ ցանկությունը երբևէ չմարի, որովհետև դրա հաշվին է, որ երեխաները մեծ սիրով ուզում են լինել հաճախ Հայաստանում կամ ինչու՞ չէ վերադառնալ Հայաստան։ Ձեզ շնորհակալ եմ, որ մեր հյուրն էիք։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, գովաստ, այո։